Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթացք։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև գույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի գույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան կաշկշեն։ Դոլարային միլիարդ հատերեք, այս ամեն ինչ որ տեղի ունեն, այդ միլիարդավոր դրամները ձեզանից օրինակ բռնագանձեն, ձեր վարկանիշը որպես դոլարային միլիարդ հատեր իջնի, փորձում կամ վարկանիշը որպես միլիարդատեր չի իջնի, բայց իմ ռեպուտացիան կիջնի։ դա Համար չեն կարող բռնագանձել։ Բայց տեսեք Ծառուկյանից Քանի որ ապօրինի է։ Բացարձակ ապօրինի է։ Բայց միևնույն է, թեկուզ ապօրինի ձևով եթե բռնագանձեցին, ձեր հաշիվները պակասելու են, չէ՞, ձեր ունեցվածքը նվազելու է, պարոն Կարապետյան։ Մենք էլի կավելացնենք, այդ շնորհքում ենք։ Բայց Ծառուկյանի մասով ինչ կարող եք ասել, Ծառուկյանին տանում է սնանկացման, երթով խլում է այդ բիզնեսները, ոնց որ նաև ձեր այդ զուգահեռ համ ձերը համ Ոչ մի բանը չեք կարող անել, ոչ Ծառուկյանին, ոչ ինձ։ Բայց արդեն Իրենք ինչ-որ բաներ, վերցել են, ուզում են կառավարեն։ Հեծը խլեցին։ Պետք է մարսեն, խլելը խոմի քայլ անելը։ Լավ Ռոմանոս Պետրոսյանն էս լավ է մարսում ձեր։ Բայց մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, հələ մյուսները չեն մարսում։ Գոնե դուք անկեղծ կասեք, դուք իրեն ինչքան աշխատավարձ եք տալիս, ինքը չի ասում։ Ես չգիտեմ, ինքն է իրան աշխատավարձ նշանակել ու տալիս։ Ինչքան 5 միլիոնա ճիշտ է։ Ես չգիտեմ, ազնությամբ չգիտեմ։ ԿՊ-ն կոչ անում ազգային ժողովում բարեկիրթ լինել միմյանց հանդեպ, դուք ասողից նկատում եք բարեկիրթություն։ Ընդհանուր բացառությամբ մի հոգու ոչինչ, դեռ ոչինչ։ Կախվեն տարունի։ Չգիտեմ։ Մի հոգի կա որ դերի մեջ է մտել, հասկանում որ շատ լուրջ սխալվում է։ Բոլորը ամեն ինչի համար պատասխան են տալու։